Մեր իշխանությունը ասում է, որ մենք չենք կարող ունենանք բանակ, որը կարող է պաշտպանվի, այդ մեր երկիրը պաշտպանի, չնայած փորձում են խոսքեր ուրիշ ձև ներկայացնել, բայց իրականությունը իրենց հայտարարությունների դա է։ Բայց խոսքը այսօր բանակի մասին չի, խոսքը այսօր մեր անվտանգության մասին, եւ այդ անվտանգության մի հարցին է վերաբերվում պարենային անվտանգության։ Ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ունի բոլոր պայմանները ապահովել իրեն անհրաժեշտ պարենով։ Հայաստանում կա 2 միլիոն հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, որը կազմում է երկրի տարածքի 2/3։ Պարենային անվտանգության տեսակետից դա բավականին լավ ցուցանիշ է։ Ունենք 440,000 հեկտար, բայց մշակում է մոտ 110,000 հեկտար վայրագող։ Ինչն է պատճառը։ Պատճառը առաջինը նրանում է, որ չկա ջուր, որ ուղղակի այդ բույսը աճեցնենք, եւ երկրորդ կարևոր պատճառը չկա կառավարում եւ գյուղացում աջակցում համապատասխան ծրագրերի բացակայություն։ Հիմնական պատճառները դա է օրոքման ջրի մատակարարման համակարգը, որը որ կազմում է Հայաստանի Հանրապետության մոտ 900 կիլոմետր, 50%-ով ենթակա է կապիտալ վերանորոգման։ Կառավարությունը ունի ծրագիր համապատասխան, որ այդ ջրերը հասցնի այդ հողերը։ Դրա համար էլ մենք չենք կարողանում այդ հողերը մշակել։ Տարածաշրջանում այսօր նկատվում է իրոք ջրի պակաս։ Մենք գիտենք, որ Ադրբեջանում այդ ջուրը բավականին սակավ է։ Հիմնական պատճառը, որ Ադրբեջանին այդպես օդի պես պետք է եղել Արցախի հողերը, հիմնական պատճառը հավատացեք եղել է ջուրը։ Դաշտային Ղարաբաղ ջրի մասով սնվում էր լիովին Լեռնային Ղարաբաղից։ Եվ պարզ էր, որ երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ ոնց որ մենք ենք ասում Արցախը դուրս եկավ փաստացի Ադրբեջանի տարածքից, ստացվեց, որ Դաշտային Ղարաբաղը մնաց առանց ջրի։ Եվ մենք հիշում ենք այն հայտարարությունները, որ իրենք ասում էին, որ ջուր չլինելու պատճառով այնտեղ ամեն ինչ չորանում է եւ այլ։ Բացի դրանից ջուր չկա եւ Բաքվում։ Ժամով են տալի ջուրը։ Նավթով հարուստ երկիրը այսօր չունի ջուր։ Դա է պատճառը, որ իրենք ներխուժել են Սև լճի ուղղությամբ, Ջերմուկի ուղղությամբ։ Դա է պատճառը, որ իրենք ներխուժում են Սևանի ուղղությամբ։ Հարցը հայ ժողովրդի ձեռից ջուրը վերցնելն է։ Բայց այսօր այդ ջուրը մերն է եւ մենք դա չենք օգտագործում։ Ջուրը չի հարսում գյուղացում, գյուղացին չի աշխատում։ Հարկերը չի կարում մուծի, որտեվ ոչինչ չի կարողանում իր հողի վրա աճեցնի։ Ինչի է դա առաջանում։ Առաջանում է այն պատճառով, որ ցանկացած վարկային ծրագիր եւ գրանտեր կոչեցյալը, որ նույնիսկ ստանում ենք արտասահմանից, առաջինը չի կառավարվում ճիշտ։ Երկրորդը վարկը միջև հասնելը գյուղացուն կոնկրետ այն մարդուն, որին պետք է այդ վարկը, արդեն մի քանի կազմակերպություն մեջից փողերը տանում են։ Չհաշված այն մասնավորին, որ կարող է մի մասն էլ իր գրպանը դնի, որը որ ստորագրում է։ Բայց այդ դնենք այն կողմ, այդ կոռուպցիան դնենք այն կողմ։ Կառավարությունը գումարը տալիս է բանկին, բանկը այդ տոկոսի վրա մի քանի անգամ ավել տոկոս է առաջացնում եւ հատկացնում է գյուղացուն։ Գյուղացին էլ շատ դեպքերում տակ է տալի, չի կարողանում բանկի վարկը տա եւ ի վերջո ստիպված կամ սնանկանում է, կամ է հողը վաճառում է, որը գնա բանկի փողերը փակի։ Հայաստանում գոյություն ունեցող բանկերի 90%-ը ոչ մի հայ սեփականատեր մեջը չկա։ Մենք ինչ-որ բամբասանքներ ենք լսում, որ այս ինչ ղեկավարն է մեջը, այս ինչն է մեջը, էսի սրանն է, էսի սրանն է, բայց ասեմ ձեզ, ինչքան էլ մերոնք մեր հայերը այնտեղ տոկոս ունենան, մենք դի ուրախանանք։ Իրականությունը նա է, որ այդ բանկերի հիմնական տերերը արտասահմանցիներ են։ Բոլոր այդ եկամուտները փաստորեն մեր գյուղացում փողը գնում է հարստացնում է, նույնիսկ մեր բյուջե չի գալի ոչ մի ձևի։ Փաստացի պետությունը եւ գյուղացին ոչ մի եկամուտ չեն ստանում, հարստանում է բանկի տերերը, որը որ Հայաստանի քաղաքացիներ չեն։ Հետաքրքիրը նա է, որ Հայաստանում այսօր էլ 52%-ից մոտ 53% աշխատուժը աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, բայց Հայաստանում չկա գյուղնախարարություն։ Փաստացի չկա
կառավարող եւ գյուղի համար պատասխանատու պետական հիմնարկ։ Պարադոքսը տարօրինակ է։ Շատ տարօրինակ է։ Նախարարությունները, այսպես բարձելու ժամանակ բարձվեց, որ մեր երկրի ղեկավարը եւ ղեկավարությունը չի ուզում ունենալ գյուղատնտեսության նախարարություն, բայց գյուղատնտեսությունը Հայաստանի ստրատեգիական ոլորտներից մեկն է։ Եվ գյուղատնտեսության զարգացումը դա ազգային անվտանգության խնդիր է եւ եթե մենք մեզ չապահովենք էլեմենտար հացով, մենք ոչ մի ժամանակ չենք կարող վստահ լինենք, որ մենք մեր գոյությունը կարող ենք պահպանել։ Փառք Աստծո, կլիմայական պայմանները թույլ են տալի բարենային անվտանգության բոլոր մթերքները արտադրել։ Շատ մտահոգիչ է ցորենի արտադրանքը, որ Հայաստանում բավականին սակավ է, որը որ կարելի է ավելացնել, քանի որ ես ասացի, որ փաստացի 1/3-ն է մշակվում հնարավոր մշակման հողերից։ Եվ փաստացի մենք հացամթերքում էլ կարող ենք ստանալ բավականին լավ արդյունք։ Ոնց որ թե մեր կառավարությունը ուզում է ասի, որ ցորեն պետք չի արտադրել։ Չգիտեմ դա ինչքանով է տենց ու ճիշտ։ Դա շատ վտանգավոր է, դա ազգային անվտանգության խնդիր է, ոչ թե մենակ նրա համար, որ դա հաց է։ Իհարկե հացը շատ կարևոր է։ Նման մոտեցումի վտանգավորությունը նա է, որ մենք կարող ենք կորցնել այն մարդկանց, ով գիտեն այդ հացապտուղը ոնց աճեցնել։ Ոնց որ եղավ բամբակ։ Մեր երիտասարդությունը չի իմանում, եւ գյուղացիները չեն իմանում, որ 60-ական թվականներին Հայաստանում բամբակ էին աճեցնում։ Դե հիմա մի գյուղացու հարցրեք, ոնց կարա այդ բամբակը 0-ից աճեցնել։ Չի կարա պատասխան։ Առանց բամբակի ոլա կգնանք, կներմուծենք, գուցե դա պետք չի աճեցնել, բայց առանց ցորենի չկարա։ Բարենային անվտանգությանը վերաբերող շատ մթերքներ մենք չենք կարա չունենանք եւ չենք կարա հրաժարվենք դա աճեցնենք, նույնիսկ եթե դա ինչ-որ փոքր քանակ է, դա շատ կարեւոր է։ Ասեք մյուս երկրորդ մասին գյուղատնտեսությանը վերաբերող, սանով մենք ավարտենք, մենք պայքարել ենք, քանի որ ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, բայց ազգեր, որոնք հանձնվում են, վերանում են։ Շնորհակալություն։